Վերջի տարիների արտաքին քաղաքական օրակարգի ամենաշատ հնչող բառերից մեկը դիվերսիֆիկացիան է, արտաքին կապերի դիվերսիֆիկացում եւ բազմավեկտորություն։ Այո, ի վերջո նաեւ որպես արտաքին գործերի նախարար ես հարց տալի։ Այդ դիվերսիֆիկացումը մենք ունենք, ինչ տվեց այն մեզ։ Դիվերսիֆիկացումը լավ վատ բառ չէ, եւ միակողմանի կախվածությունը էլ է շատ վատ բան, բայց դիվերսիֆիկացման տակ պետք է լինի գաղափարական եւ մասնագիտական գնահատական։ Բարգավաճ Հայաստանի ծրագիրը, Բարգավաճ Հայաստան կուսակցության ծրագիրը ենթադրում է հետեւյալ մոտեցումը, որ մենք նախ եւ առաջ հետապնդել ենք մեր ազգային շահը եւ այդ ուղղությամբ մենք կառուցելու ենք համակարգ գործընկերությունների, որտեղ մենք ենք որոշելու, որ գործընկերությունը ինչ ուղղությամբ, ինչ ոլորտում ենք իրականացնելու համագործակցությունը։ Այս դիվերսիֆիկացումը չի ենթադրում կախվածության ավելացում, հակառակը յուրաքանչյուր գործընկերություն պետք է նպաստի Հայաստանի սուբյեկտության ամրապնդմանը եւ ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողությանը։ Այսօրվա իրավիճակը կարծես թե բազմաթիվ երկրներից մենք կնքել ենք այսպես կոչված ռազմավարական համագործակցության փաստաթղթեր, բայց մենք հաշվի չենք առնում, որ այդ երկրները շատ անգամ ունեն հակադիր շահեր այստեղ եւ դրանով մենք հրավիրում ենք այդ հակադիր շահերի բախմանը հենց մեր երկրում, մեր փոքր տարածքում, սա շատ վտանգավոր տենդենսիա է։ Գործող իշխանության զինանոցի սիրած բառերից մեկը նաև ինքնիշխանությունն է, բայց հիմա փաստացի մենք իրավիճակի Ալիևը մեզանից պահանջում է սահմանադրության փոփոխություն, Պուտինը փաստացի երեք պահանջեց հանրաքվեի անցկացում ԵՄԹ-ի, Թրամփը մեր հանածոներն են պահանջում, այսինքն մենք ունենք Ուկրաինայի սցենարը։ Ի վերջո ինչ ինքնիշխանության մասին է այստեղ խոսքը։ Եկեք պարզ խոսենք եւ մոռանանք դիվանագիտության մասին։ 18 թվականից հետո ինքնիշխանություն բառը չափազանց հաճախ է օգտագործվում։ Կարծես թե մինչև 18 թվականը մենք ինքնիշխան չենք եղել, բայց տողատակում հասկացում էր, որ մենք պետք է վերջ դնենք Ռուսաստանից կախվածությունը։ Ինքնիշխանությունը պաշտոնական Երևանի գաղափարների մեջ դա Ռուսաստանից հեռացումն էր։ Ուրիշ պարագաներում կարծես թե մոռանում են, որ մենք ինքնիշխան երկիր ենք, լինի երկու հարևանների կողմից հնչող հայտարարություն եւ քայլերի կամ մնացած այլ դերակատարների պարագայում։ Այնպես որ ինքնիշխանությունը դու պետք է ապահովես նախ եւ առաջ քո երկրում, քո սուվերեն որոշումներ կայացնելու միջոցով եւ հետապնդելով ազգային շահը։ Երբ որ այսօր մեզ համար կենսական հարցերում պաշտոնական Երևանը որոշումները ընդունում է ուժի կամ սպառնալիքի արդյունքում, սա բացարձակ ինքնիշխանության մասին չէ խոսքը։ Եվ մենք ունեցել ենք անցյալում դեպքեր եւ վախենում եմ, որ վաղը մյուս օրը նույն վիճակում նորից հայտնվենք։ Դուք հիշատակեցիք իր 2018 թվականը, ես էլ հիշեցի Բրոդովի Երևանում, որ հայտարարեց Հայաստանը պետք է դժավի պատմական կապերից, ճիշտ է։ Խաղապարներից։ Այո, եւ փաստացի մենք հիմա դիտարկում ենք, որ վերջին տարիներին այս իշխանությունը հենց այդ ուղղությամբ է գնում է։ Որն է դեպքում սխալը, գուցե Ռուսաստանը, որ միշտ այդպես հանգիստ է եղել, հա, որ Հայաստանը կշարունակի մնալ ռազմավարական գործընկերության շրջանակում, գուցե մեր ընդդիմությունն է սխալ, որ այդքան լուրջ չընդունեց այդ բոլոր ազգանշանները, բայց փաստացի մենք եկանք այսօր դրությամբ աշխարհակաղակական բնույթ ունեցող ընտրությունների նախաշեմին։ Գիտեք, ուրիշների վրա մեղքը բարդելը գուցեև ունի ինչ-որ արդարացման հիմքեր, բայց դրանց մեջ իրավիճակը երբեք չի բարելավելու։ Մենք պետք է սխալ գտնենք մեր մեջ եւ դասեր քաղենք մեր թույլ տված սխալներից։ Աշխարհը հիմա շատ վտանգավոր է դարձել, սա անկախատեսելի աշխարհ է եւ դիվանագիտության միջազգային հարաբերությունների շատ լավ սահմանում կա, դա արվեստը ինչպես վերապրել։ Հիմա յուրաքանչյուրը մտածում է ինչպես վերապրել։ Այսօր
դաշնակիցները, մեծ տերությունները գործում են մենակ իրենց սեփական շահերից ելնելով, հաշվարկներով։ Դա Միացյալ Նահանգների պարագայում ակնհայտ է, դա երևում է եւ Ռուսաստանի պարագայում, եւ մնացած բոլոր դերակատարների։ Այնպես որ մենք պետք է նախ եւ առաջ հստակ իմանանք որն է մեր շահը, որոնք են մեր կարմիր գծերը, եւ ըստ դրա կառուցենք մեր հարաբերությունները արտաքին աշխարհի հետ։ Այսինքն ներդրություն է։ Գիտեք, ասում են շատ անգամ, որ Հայաստանը հայտնվել է փակուղային իրավիճակում, սա ճակատագիր չէ, միշտ էլ փակուղուց ելք կա, եւ փակուղին դա սխալ չհաշվարկված որոշումների արդյունք է։ Ելք կա։ Մենք անդառնալության կետը դեռ չենք հատել, բայց նախ եւ առաջ մեր համար ուղեցույցը պետք է լինի մեր ազգային շահը։